Սահմանադրական հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին։ Իշխանությունը ամեն ինչ պետք է անի, որ հանրաքվեն անցնի տականցիկ եւ արդար։ Ոչի ճակատը սկսում է արշավը հանրաքվեն ձախողելու համար։ Մեր քաղաքացին այդ վճռականությունը դրսևորելու է ոչ ասի համակարգի վերարտադրմանը եւ ոչ ասի իր խնդիրներին։ Թուրքական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային տարածքը։ Թուրքիան կարծեք թե դրանով հասկացնում է, որ ռուսական զինուժին հասվելիք հարվածը կլինի ոչ թե մերձարարևելքում, այլ թերևս Կովկասում։ Թուրքական դպրոցական դասագրքերում հայերը ներկայացվում են իբրև թշնամի ժողովուրդ։ Դավաճան է եւ Թուրքի համար Թուրքից բացի այլ բարեկամ չկա։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրեր են։ Հրաժեշտ մեծ ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանին։ Տիրապետում էր հուշկու հարվածների։ Տարած թիմի ոգին էր։ Մեր բարձանքներից մեկն էր էլ